Շնորհակալ եմ։ Պատվարժան դատարան ժողովուրդը մի լավ խոսք ունի, ասում է ապացույցը կեղծողինը 40 օր է։ Հիմա պատվարժան դատարան, որպեսզի մենք չափելի դարձնենք արդյոք մեղադրանքի կողմը, հանրային մեղադրողները կողմնակալ են թե ոչ եւ ըստ այդմ չափելի դարձնենք առկա ինքնաբացարկի կամ բացարկի հիմքեր թե ոչ, եկեք դիտարկման առարկա դարձնենք հետեւյալ իրավիճակը։ Մեզ բոլորիս պաշտպաններին ծանուցել են, որ սույն քրեական վարույթով բոլոր դետալները նախաքննական գաղտնիք են, հրապարակման ենթակա չեն, հրապարակման պարագայում կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Իսկ զուգահեռ դրան դատախազները, քննչական կոմիտեն, իրենց ղեկավարությունը տեքստեր չէին խնայում հիմնավորելու համար, որ երկիրը վտանգի մեջ է։ Եվ հենց այստեղ պատվարժան դատարան ուրվագծվում է այս գործի ամենապատկերը, որովհետև այս գործը գոյություն ունի, որպեսզի իշխանության պարագլուխները պարբերաբար հայտարարեն, որ իրենց խեղճ իշխանությունը վտանգի մեջ էր, որ ահաբեկիչներ կան։ Ես չգիտեմ որևէ մեկ այլ պետությունում այսքան թրենդային է ահաբեկչությունը, իշխանության զավթումը թե ոչ, բայց պատվարժան դատարան ինձ մոտ տպավորություն է, որ օրինակ գողություններից, թմրամիջոցներից ավելի շատ այս երկրում սկսվել են քրեական գործեր, վարույթներ նախաձեռնվել այս հոդվածով։ Կամ մենք համահասարակական ահաբեկիչներ ենք ընդհանուր պատվարժան դատարան, գլոբալ առումով մեր հանրությունը ահաբեկիչներ է, կամ այստեղ ինչ-որ փոքրամասնություն փորձում է իրավական, դատաիրավական, իրավաքաղաքական բոլոր գործընթացները ծառայեցնել իրենց նպատակներին։ Այսինքն պատվարժան դատարան այն որ ապացույց է հիմա կեղծվել կասկածից վեր է։ Այն որ այդ ապացույցի կեղծումը պարունակում է իր մեջ կոնկրետ հանցակազմի հատկանիշներ, դա էլ է կասկածից վեր, որովհետև տեսեք, ապացույցը փոփոխվել է, որովհետև այդ ապացույցը իրականում ունեցել է այլ բովանդակություն։ Ապացույցը թաքցվել է, որովհետև այդ ապացույցը ներկայացվել է այլ կոնտեքստով։ Եվ այդ ապացույցը նենգա փոխվել է պատվարժան դատարան, իսկ սրանք քրեական օրենսգրքի տեսանկյունից հասնում է կոնկրետ իրավաբանական պատասխանատվություն։ Հիմա այս ամեն ինչը ինչ աղերս ունի հանրային մեղադրողների հետ, բնականաբար իրենք չեն կեղծել այդ ապացույցը, քննիչն է, կոնկրետ զննող քննիչն է կեղծել այս ապացույցը։ Ես այստեղ հանրային մեղադրողների մասով երկու խնդիր եմ տեսնում։ Կամ այստեղ կա իրավական բաց, այսինքն կարդացել են նյութերը եւ չեն հասկացել, որ ապացույց է կեղծվում, ձեռնհասության խնդիր, այլ խոսքով ասած, կամ էլ պատվարժան դատարան ընդամենը լուր համաձայնություն են հայտնել այն ինչ արել է քննիչը։ Բայց եթե ամպերից իջնենք ներքև եւ տեսնենք այսօրվա նախաքննական մարմին դատախազություն, քննչական դատախազություն սերտաճումները պատվարժան դատարան։ Ես ուղղակի բացառում եմ, որ սա չլիներ դատախազության ուղիղ կուրացիայի տակ իրականացվող գործընթաց։ Կամ հիմա լավ, ոչ էներ, ոչ մյուսը։ Հիմա բացահայտվեց տվյալը, որ մեր հարգարժան քննիչը պատվարժան դատարան ապացույցը լավ, եկեք գնահատականը մի փոքր թուլացնենք։ Առնվազն չի ներկայացրել այն ձևով, ոնց պետք է ներկայացներ։ Լավ, հիմա այս տվյալը բացահայտելով, արդյոք հանրային մեղադրողները չպետք է հրաժարվեին այս մեղադրանքից, գործը տանեին լրացուցիչ ընթացակարգերի պատվարժան դատարան։ Եթե դա չեն անում, հետեւաբար մենք գործ ունենք կողմնակալության հետ, իսկ կողմնակալությունը հանրային մեղադրողի համար ճիշտ նույն ստանդարտն է, ինչը դատավորի։ Հանրային մեղադրողը պատվարժան դատարան ոչ թե մեղադրանքի ծառան է, այլ հանրության ծառան է։
դատավարության ծառան է։ Եթե դատախազը հանրության ծառայից իջնում է մեղադրանքի ծառայի, այստեղ խարխլվում է առհասարակ արդարադատության ընդհանուր կոնցեպտը։ Եվ հետո այստեղ հարցը ամենևին անձնավորված հենց այս հանրային մեղադրողներին է, չէ՞, պատվարժան դատան։ Դատախազության վախտայից մինչև գլխավոր դատախազ, ով գա այստեղ նստի, այս խնդիրը ինքը ունի։ Ով այս մեղադրանքը փորձի պաշտպանի եւ սա համարի իրավաչափ մեղադրանք, այս խնդիրը ունի։ Սրա միակ տրամաբանական ելքը համակարգային ինքնաբացարկն է։ Դատախազությունը պետք է համակարգային ինքնաբացարկ հայտարարի այս գործից պատվարժան դատան։ Եվ եթե մի փոքր էլ տեղայնացնեմ բուն իմ պաշտպանյալի մասով, պատվարժան դատան։ Հիմա դուք կարող եք իրավաչափ համարել մի մեղադրանք TikTok-ում ձվածեղ պատրաստելու հենքով։ Չէ, կարող ենք պատվարժան դատան։ Հիմա մեր գործընկերները գտնում են, որ Արմեն Ալեքսանյանը ձվածեղը բաստուրմայով պատրաստելով նախապատրաստվել էր ահաբեկչության, պատվարժան դատան։ Հիմա անկեղծ գուցե սա ծիծաղի առարկա է պատվարժան դատան, բայց սա է մեր քրեական գործը։ Հիմա բազմաթիվ հաղորդաշարեր կան, որտեղ ստեյք են պատրաստում։ Այնտեղ չեն նախապատրաստում, օրինակ իշխանության զավթմանը, թե խնդիրը ձվածեղն է, օրինակ պատվարժան դատան։ Հա, այսինքն պատվարժան դատան, հիմա մենք խոսում ենք ընդգծված կողմնակալ դատախազության մասին։ Ես կբացեմ այդ փակագծերը։ Արմեն Ալեքսանյանը այստեղ է, որովհետև ձվածեղին հնդածս նաև այդ գաղտնալսումներում երևում է պատրաստվում էր գզգզված չուչելով լայվ անել։ Եվ դա իրեն չներվեց։ Իսկ բոլորս այսօր հասկանում ենք գզգզված չուչելը ում արտահայտությունն է, պատվարժան դատան։ Եվ դա չներվեց Արմեն Ալեքսանյանին։ Եվ հիմա բոլոր այս փաստերը, եթե համադրենք այս ձվածեղը, գզգզված չուչելը, պարոն Խուդոյանի բարձրացրած խնդիրները, արդյոք հանրային մեղադրողները անաչառ են եւ անկողմնակալ պատվարժան դատան։ Ես վստահ եմ, որ ոչ։ Բայց պատվարժան դատան, խնդիրը իրականում ես տեսնում եմ այնտեղ, որ արդեն մի փոքր ֆորմալացնենք այս ամեն ինչը, որ դատախազությունը հաստատել է կեղծված ապացույցի հիման վրա մեղադրական եզրակացություն, իսկ կեղծված հաստատումով մեղադրական եզրակացությունը եւ այդ մեղադրանքը պաշտպանողը ընդգծված պատվարժան դատան անկողմնակալ չէ։ Պարոն Վարդևանյանը մի հատ չափազանց հետաքրքիր եւ բանալի ընդգծում կատարեց, անաչառ դիտորդը պատվարժան դատան։ Սրա գնահատողը ոչ ես եմ, ոչ դուք, ոչ էլ այս դահլիճում ներկա գտնվողները պատվարժան դատան։ Սրա գնահատողը հանրությունն է, այդ անաչառ երրորդ անձը, որ հիմա նայում է, որ այս մեր քննիչը պատվարժան դատան։ Բագրատ Սրբազանի խոսքը խեղել է, վերցրել է առանձին կոնտեքստ, առանձին բառեր, տեսնեն Արմեն Ալեքսանյանի ձվածեղ պատրաստելու տեսանյութը դիտվել է որպես իշխանազավթման նախապատրաստություն կամ ահաբեկչություն, ինչ կուզեք անունը դրեք։ Հիմա այդ անաչառ դիտորդը կարող է ասել, որ մեր դիմաց նստած սպայակազմը անկողմնակալ չէ, պատվարժան դատան։ Ոչ նման պնդում մենք չենք կարող կատարել։ Հետևաբար պատվարժան դատան, ես գտնում եմ, որ առանց անձնավորելու, այստեղ անձերի խնդիր չէ, բայց ով եկավ այս դահլիճ պետք է ինքնաբացարկ հայտնի եւ դատախազությունը պետք է համակարգային ինքնաբացարկ հայտնի։ Շնորհակալ եմ։